Բարևներ սիրելիներս, ինչպես եք, ես շտապում եմ մի քիչ, արագ խոսեմ, գնում ենք Ռոնիի դպրոց, ես ու Արեգը, Ռոնիի դպրոցում այսօր միջոցառում կա, իրենց դպրոցի 12-րդ տարելիցն են նշում ու բոլոր երեխաները, աշակերտները պիտի ելույթ ունենան, Ռոնիենք պար են բեմադրել, պարելու են, ինչպես նաև Ռոնիին բեմի վրա պարգևատրելու են, քանի որ ոսկե մեդալակիր է դարձել այս տարի, ոսկե մեդալի արժանացել, ինչպես նաև սերտիֆիկատի, գերազանցության սերտիֆիկատի, երկրորդ դասարանի բոլոր խմբերի մեջ միայն ինքն է 100% արդյունք գրանցել, մի խոսքով հպարտ եմ, ուրախ եմ, դրա կապակցությամբ ինձ հասել է VIP տեղը նստելու հանդիսատեսի շարքերում, մի 10 րոպեից կսկսվի արդեն դուրս գանք հիմա, գնանք ապերի մոտ, դե գնացինք սիրելիներս, դուք էլ ինձ հետ եկեք, մի քիչ կնկարեմ, բարև, հայ, Տարեվերջյան օրը դպրոցում միշտ մի փոքր տոնական շունչ ունի։ Մինչ երեխաները ետնաբեմում պատրաստվում են իրենց երգով ու պարով հանդես գալ, մեծերը զբաղված են արարողություններով, որոնք տարիների ընթացքում դարձել են սովորույթ, ավանդույթ։ Միջոցառումը սովորաբար սկսվում է դիաները վառելով, լամպիկները վառելով։ Այս փոքրիկ կրակը խորհրդանշում է գիտելիքը, իմաստությունը, ճանապարհ դեպի պայծառ ապագա։ Այն հիշեցնում է, որ կրթությունը պարզապես դասագիրք չէ, այլ լույս է, որն առաջնորդում է երեխային կյանքում։ Երբեմն պատվում են նաև գիտության ու ուսման աստվածուհուն, որպես կրթության հանդեպ հարգանքի նշան ու փոքրիկ աղոթք են անում։ Սա մշակութային ժեստ է եւ պարտադրանք չէ, ոչ բոլոր դպրոցներում են իրականացնում, բայց կարծում եմ հնդկական դպրոցների մեծ մասը իրականացնում է նման արարողություն մեծ միջոցառումներից առաջ։ Սա կարծես ուսման արժեքը ընդգծելու ձևերից մեկն է։ Տարեվերջյան այս օրը դպրոցը միայն երեխաներին չի ներկայացնում, այդ օրը հրավիրվում են նաև այլ դպրոցների տնօրեններ, հոգաբարձուներ, հյուրեր, նրանցից յուրաքանչյուրին փոքրիկ սիմվոլիկ նվերներ են բաժանում երեխաների ձեռքի աշխատանքները եւ պատվում են, անուններն են հայտարարում, շնորհակալություն են հայտնում։ Նրանց ներկայությամբ դպրոցը կարծես ասում է. ահա մեր աշխատանքը, մեր երեխաները եւ մեր ճանապարհը։ Սա դպրոցի հանրային դեմքն է, հեղինակության ու վստահության պահն է։ Ամեն տարի այս միջոցառման ժամանակ ամփոփում են անցած տարին, թե ինչ հաջողություններ են գրանցել, քանի աշակերտներ են դպրոցի անունը բարձր պահել, պատվով ներկայացել դպրոցից դուրս իրականացվող տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների ժամանակ։ Ուրախությամբ եւ հպարտությամբ ցանկանում եմ կիսվել, որ իմ տղան այս տարի եռակի ոսկե մեդալակիր դարձավ։ Veera Kaur from 2D, Vanshika Redkar from 2D, Rohit Acharya from 2D, and Rudra Patel from 2E. Moving ahead, we felicitate the winners of the Brainwave Science Olympiad 2. Մտավոր կարողությունների մարտահրավեր մրցույթի շրջանակներում արժանացել է 2 ոսկե մեդալի, գիտություն եւ ընդհանուր գիտելիքներ առարկաներից, ինչպես նաեւ դպրոցական ծրագրից դուրս մասնակցել է Նելտաս կոչվող մրցույթին եւ արժանացել է եւս 1 ոսկե մեդալի, զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Նելտասը կրթական մրցույթ ծրագիր է դպրոցից դուրս, որը հիմնականում իրականացվում է անգլերեն լեզվով եւ մրցութային ձևաչափով գնահատվում է վարժ ընթերցանությունը, լեզվական մտածողությունը, տրամաբանական եւ վերլուծական հմտությունները, ընդհանուր գիտելիքների կիրառումը, ուսումնական կարողությունները։ Ռոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականն ու արժանացել Rising Star խոստումնալից աշակերտ մրցանակին։ Հուսով եմ սա շարունակական կլինի ու հարցը բնավ մեդալներ ստանալու մեջ չէ, հարցը երեխայի առաջադիմության, իր աշխատասիրության ու առաջ գնալու ցանկության մեջ է։ Ես իրեն միշտ ասում եմ այս մասին, որ քո մրցանակները այնքան մի կարևոր, ինչքան են գիտելիքը, որը դու ստանում ես։ Եթե անգամ դու մրցանակ չստանաս, բայց դու զինվես գիտելիքով, դա է ամենակարևորը ու դա պետք է առաջնային համարես դու։ Ու ես միշտ իրեն ասում եմ, որ եթե անգամ դու այս մրցանակը չստանայիր, այն գովասանագիրը չստանայիր, բայց ես տեսնեի, որ դու շատ ես ձգտում, շատ ես սիրում սովորել, աշխատասեր ես եւ այլն, ես կրկին այս չափ
հպարտանալու էի քեզանով, ուրախանալու էի քեզանով, բայց ինչ խոսք շատ հաճելի է, երբ աշխատանքիդ դիմաց նաև ստանում ես որևէ մրցանակ, դա շատ մոտիվացնող է երեխաների համար ու երեխան ձգտում է ավելի շատ սովորել, որպեսզի ավելի մեծ բարձունքների հասնի, որպեսզի տեսանելի լինի իր արած աշխատանքի արդյունքը նաև այդ տեսքով ու գովասանքի արժանանա իր տնօրինության կողմից, ուսուցչուհու կողմից, իհարկե նաև ծնողներին ուրախացնի։ Ռոնին մի անգամ նման արտահայտություն արեց, ասեց մամա, պապան շատ էր ուզում, որ ես ֆուտբոլից գոնե ինչ-որ մրցանակ ստանամ, որ ֆուտբոլ ավելի լավ սկսեմ խաղալ ու ես շատ ուրախ եմ, որ ես այս տարի ստացա արծաթե մեդալ, ֆուտբոլից էլ արծաթե մեդալի արժանացել։ Բնականաբար թիմով են խաղացել, բայց իրենց թիմի մեջ ինքն էլ իր լուման է ունեցել, որպեսզի այդ արծաթյա մեդալին արժանանան։ Մի խոսքով սիրելիներս, տեսնենք 2026 թվականին իրեն ինչպես կդրսևորի եւ ինչ հաջողություններ կգրանցի։ Սիրելիներս, Ռոնին ընդունում է բոլորի շնորհավորանքները, ջերմ բարեմաղթանքները եւ ձեր գրած կոմենտներն անպայման ինքը կարդալու է եւ ինքն էլ պատասխանելու է։ Շնորհակալ եմ բոլորի ձեր մշտական մեր կողքին գտնվելու եւ մեծ աջակցության համար։ Ձեր սերը փոխադարձ է։ Ռոնիի պարն իր օրիգինալ երգով ես առանձին կտեղադրեմ, որպեսզի պարի շարժումները երգին համապատասխան տարբերակով նույնպես դիտեք։ Իսկ հիմա նայեք միջոցառումից կարճ դրվագներ։ Ես մինչև վերջ չկարողացա մնալ, որովհետև Արեգն արդեն խանգարում էր ու այդքան երկար չէր կարող մնալ։ Ես գնացի, բաց թողեցի որոշ հետաքրքիր համարներ, բայց որոշներն էլ շատ մեծ հաճույքով վայելեցի։ Դե դուք շարունակեք դիտել, ես ձեզ կհանդիպեմ հաջորդ կադրում։ Could be very closely related. So from that, like for example, now look, let's do one. Last night, so the suitable title could be a brawl while in queue. Brawl means a fight or a chaos. She's not liking what's happening around her. Stunned. So and she's stunned, cheerful, helpful, or embarrassed. Stunned. Stunned. Stunned meaning she doesn't know what's happening. She didn't expect that. So she's quite stunned. Why are the two boys fighting? Now you have to look for the To see the some who is possible strongest. reason. To see who is Who is strongest, to strongest. create a mess in the canteen because one of them jumped the queue. Ուրեմն խոհանոցային հաճելի գործերով եմ զբաղված, երեխաների համար բուրգեր եմ պատրաստել, հացը ես եմ թխել, այսպես փոքրիկ բուրգերի հացեր եմ թխել եւ հավի կոտլետներ, տակ հավալեսի չի ներքև, հավի կոտլետներ նոր պատրաստեցի, այս բուրգերը հիմա տամ Արեգին թող անուշանի, հա, ուտես? Նարնջի հյութ եմ պատրաստում, կեղևահաներ այսպես դրել եմ սառնարանից շատ սառնա, մի քիչ այսպես թող մնա։ Նարինջ եթե ամբողջական տամ չի ուտի, անպայման պիտի հյութ պատրաստեմ, որ խմի։ Body squish.
Ռոնին ինձ հարցեր է տալիս այս General Knowledge գրքից, ընդհանուր գիտելիքներ գիրքն է, շատ լավ գիրք է ու տարբեր զանազան բաներ կան, զանազան տեղեկություն կա ներառված։ Միասին ինչ ենք խաղում, ինքը կարդում է հարցը, ես պիտի ասեմ, ճիշտ է թե սխալ։ Այո։ Արեգն էլ նոր արթնացավ, Պանամ։ մյուս գիրքն է վերցրել, դու ինչ ես կարդում, հա? Քաղցր ես, կարդա։ Now wait. Next question. The Panama hats. Which you have that Panama hats, like girls one and boys ka usually. Իմիջայլոց Ռոնին հələ կներես ցավը տանում։ Այս երկու օրը դասի չի գնում, որովհետև կոկորտացավ ուներ, կոկորտը կարմրած, ուռած, մի խոսքով դժվարանում էր կուլ տալ ճաշ, հաց, ինչ որ անգամ ջուր խմելն էր դժվարանում, այդպես տանն է մնացել, բայց երևի մինչև վաղը ավելի լավ կլինի, չէ՞ բալ։ Ողողումներ է անում, աղով սոդայա ջրով, տեսնենք։ Հələ կարդա տեսնեմ։ Panama hats were invented in Panama. Yes, true. False. False? It's false. Panama hats, Scholar. where they take the name from Panama. Their vision had first made in Curador. Դու գիտեիր Արեգ։ Գիտեիր? Ինչ գիտեիր։ Ճիշտ պատասխանը գիտեիր դու։ Հա։ Շուտ խելացի ես։ Chimpanzees have more hair than humans. Օ, շիմպանզեն բան ունի, ավելի շատ մազ ունի, քան մարդը։ Այո, False. սխալ է։ On average, humans and chimpanzees have same number of hair. Օ, But chimp hair is often thicker. They look hairier. Ուրեմն շիմպանզեն ու մարդը համարյա նույն չափի մազեր ունեն, նույն քանակության, ուղղակի շիմպանզեի մազերը ավելի հաստ են, քան մարդունը։ The human tongue can detect at least 5 kinds of taste. Wow. Bitter, umami, sweet, sour, salty. Այս նույն հարցերն եմ տալիս, ինչը որ դու ինձ էիր տալիս, բայց դու արդեն պատասխանները գիտես, կարդացել ես։ Կտաս մայրիկին։ Մի հատ։ Կծածը չեմ ուզում, նորը տուր։ Այս մեկը տուր, այս մեծը կտաս մայրիկին։ Մեծը։ Վախ, տալիս է, քաղցրս։ Ամենամեծը տալիս ես մայրիկին։ Օպրես։ Էլի կտաս։ Տուր դե։ Ժլատ չի, իմ բալիկը։ Փոշմանեցիր։ Սմահա։ Կեր լավ, դու կեր։ Միջին քաղցրության ելակա։ 1 կիլոգրամը 300 ռուպիով եմ գնել։ Ասում եմ, քանի որ սեզոնը վերջանում է, դրա համար թանկացրել ենք, բայց ելակը միշտ էլ թանկ է վաճառվել, շատ չի էժանացել։ Ժողովուրդ ջան, ես արդեն 1 ժամից ավել է խոհանոցում եմ, խոհանոցային գործերով եմ զբաղված ու կաթնաշոր պատրաստեցի, որովհետև շատ կաթ ունեինք ու կաթ չենք խմում, այս վերջերս մանավանդ հիմնականում թեյի մեջ էի օգտագործում, բայց հիմա ամուսինս տանը չի ու ես թեյ չեմ պատրաստում կաթով թեյ, այդպես կաթը մնում է, երեխեքն էլ մեկու մեջ են խմում, կաթ ունեի սառնանում, մտածեցի կաթնաշոր պատրաստել, այսքան ստացվեց, հիմա ջուրը կհեռացնեմ, արդեն կաթնաշորով պարաթա լցոնած հացիկներ, լոշիկներ կարելի է պատրաստել, կաթնաշորը սոխով, լոլիկով շատ համեղ է ստացվում, մանանեխի հատիկներով ու քարի տերևներով։ Մի խոսքով շատ բան կարելի է պատրաստել կաթնաշորով, քաղցրեղեն կարելի է պատրաստել։ Խոսքով, իսկ դուք գնում եք հիմնականում թե պատրաստում եք տանը։ Ես սովորաբար կիտրոնի հյութ եմ քամում մեջը, բայց այս անգամ կիտրոն չունեի տանը ու օգտագործեցի խնձորի քացախ։ Սա է Հիմալայան խնձորի քացախ։
Այսպիսի նստվածքով։ Mama. Спасибо, Ля, спасибо. Կուտես։ Մի բրդի, սպա։ Ռոնի նստած կարդա բալես։ Ռոնի, պարկած կարդալը լավ չի բալես։ Նստի նոր կարդա արևս, ուղիղ նստի, աչքերիդ վնասա, պարկած չեն կարդում։ Մեր տանն աշխարհի մատիտը կա։ Ես ու Ռոնի սրում ենք, պես պատրաստ, Արեգը ամբողջը խառնել է իրար, բոլոր գույները, կարճ ու երկար մատիտները։ Դու էլ ես սրում, մատի, սրի տեսնենք հլը։ Օ, դուրս եկա, գիտես ոնց տնես մեջը նորից։ Սրի դե, փոքրիկ մատիտ վերցրու, փոքրիկը վերցրու, մատիտը դիր տեղը, փոքրիկ մատիտ վերցրու, բալ։ Փոքրիկը, օպրես դու։ Լավ դե դու սրի։ Ամբողջը կսրես դու։ Լավ դե հաջող արա, բայ արա, հաջող։ Ձերքով, բայ, պաչիկ ուղարկի։ Կհանդիպենք մյուս վլոգում։ Բայ։ Bye.